Սիրիայի քիմիական զենքերի շուրջ համաձայնությունը մինչ այժմ որևէ փոփոխություն չի իրականացրել քաղաքացիական պատերազմում, սակայն վերլուծաբանները կարծում են, որ այդ փոփոխությունները կնկատվեն մի քիչ ավելի ուշ։ Վաշինգտոնի ժառանգություն հիմնադրամի վերլուծաբան Ստիվեն Բուչիի խոսքերով, ընդդիմադիր ուժերը այս պարագայում համարվում են պարտված կողմ։ Չնայած ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբամայի այն խոսքերին, թե սեփական ժողովրդին գազով թունավորելու դեպքից հետո հարցականի տակ է դրվում Ասադի լեգիտիմությունը, համաձայնությունը փաստորեն Ամերիկային հեռու է պահում Ասադին հարվածելու հնարավորությունից, քանի որ Ասադը համաձայնվել է հանձնել քիմիական զենքերը։ Ապստամբ ուժերն էլ, որոնք քիմիական զենքերի կիրառումից հետո փորձում էին օգտվել ստեղծված միջազգային լարված իրավիճակից, հուսալով, որ Ասադի ուժերը կենթարկվեն օդային գրոհների, այսօր կանգնած են կառավարական ուժերի ավելի ուժգին հարվածների ներքո։ Ապստամբ ուժերի հրամանատարներից գեներալ Սալիմ Իդրիսն ասում է, թե Ռուսաստանն ու Սիրիայի վարչակարգը խաղեր են խաղում ժամանակ շահելու նպատակով։ Մյուս կողմից, ինչպես մեծաթիվ փորձագետներ են ասում, Ռուսաստանի նախագահ Պուտինն ամրապնդում է իր հեղինակությունը միջազգային ասպարեզում, հատկապես Մերձավոր Արևելքում, իր վճռական ասելիքը ունենալու հարցում, իսկ Մոսկվան շարունակում Դամասկոսին տրամադրել զենք։ Դրան զուգահեռ, ասում է Brookings հաստատության վերլուծաբան Սալման Շայխը, Օբաման Պուտինի նկատմամբ թուլացնում է իր դիրքերը, երբ նախ սպառնում է հարձակվել, ապա հրաժարվում խոստումից։ Այո, Սիրիայի մարտադաշտերում կարող է այլևս երբեք չերևան քիմիական զենքեր, սակայն այն, որ սովորական տիպի զենքերով սպառազինությունը շարունակվելու է, փաստ, որը կարող է վերջնականապես լուծել քաղաքացիական պատերազմի ելքը հօգուտ Բաշար ալ-Ասադի։ Արամ Վանեցյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։